Ընկեր ջան, ես քեզ չէի ասել, որ մյուս անգամ հարբած վիճակում էստեղ չերևաս։ Ես? Չէ, ես։ Այս անգամ պրծում չկա։ Կնստես ու շատ պինդ, որովհետև դու հանցագործ տարն ես։ Բայց ես ինչ ուրած եմ։ Հարբել ես, լակել ես, կատարել ես հանցագործություն հասարակության, հայրենիքիդ հանդեպ, ազգիդ հանդեպ։ Բայց ես ընդամենը մեկ քավատ ըմբած եմ հայրենիքիս համար։ Հայրենիքին հարբեցողներ պետք չեն։ Հայրենիքին նյութական օգնողներ են պետք։ Հայրենիքը մեծ, շատ մեծ նյութական կարիք ունի։ Գիտես, ինչից է սկսվում հայրենիքը։ С чего начинается Родина? С чего начинается Родина? Ընկեր ջան, հայրենիքը սկսվում է այն նրանից, քեզնից, ինձնից, դե ես էլ նյութական կարիք ունեմ։ Հասկացար։ Չէ, չհասկացա։ Չհասկացար։ Դե լավ, վաղ ամբողջ հանրապետությունը կիմանա քո սխրանքների մասին ու ամեն ինչ կհասկանաս։ Բայց ներողություն, ես կրնայի արդյոք ձեզ դուքանք վճարել, այսինքն թրամ։ Թրամ։ Ամոթ քեզ։ Բա դու գերինը չես մտնում։ Բա դու քո սպիտակ մազերից չես ամաչում։ Ես Հիպոկրատի երդում եմ կերել, ինչքան ես վճարելու։ Հա? Հա։ Հա? Հա։ Հա։ 2000 թրամ ունիմ։ Ինչքան։ 2000 թրամ։ Ամոթ քեզ։ Գեդինը մտնես սպիտակած մազերից հետ ամաչես։ 2000 դրամի վրա, հիմա ով է փռշտով։ Կզիչանեիք արդյոք դոլար վերցնել։ Դուր։ Բայց բացառության կարգով։ Ու վերջին անգամ։ Հասկացար։ Այո, ներողություն ես։ Ոչ, ներողություն։ Վայ, դու գիտես ինչ արեցիր։ Վայ, դու գիտես նոր, վայ, դու ինձ կաշարք տվեցիր։ Բա որ հանկարծ իմ տեղը մի ջահել տղա նստած լիներ, նա ինքսնինքյան ինչ էր դառնալու։ Ինչ։ Կաշարակեր, ամոթ քեզ, գեդինը մտնես, այդ ես գլուխդ բռնի ու մտածես, թե դու ինչ ես արել, դուս գր այստեղից, ռադեղի, գնա այստեղից։ Աս ինչ խայդարակություն է։ Մելա։ Վայ, ես ինչ ծանր որ այ մարդ, ես ինչ հասկացող ժողովուրդ հավաք բլամալ, ես միջև բան ես հասկացնում, հոգիտ բերան տատուս կարս, ես ինչ ծանր որ այս ինչ ծանր որ իե, հələ տեսնենք, ես ինչ ծանր, իե, ես ուրալը, իե, Ջան, այդ ինձ էլ տպտպացրու։ Լսի այդ մեր երկխոլ։ Լսում ես անա, լավ ես լսում։ Ակաշն այդ վերջի անգամ եվ ես լվացում։ Դե լսի ուշադիր, օբյեկտը եթե ժամանակին պատրաստ չեղավ, այդ ջուղտ ակաշները տեպելից տակը դարձնեմ, եղավ։ Ոտքի,
Հանեցեք թե բաբա։ Բարև։ Բարև։ Բարև ձեզ։ Համեցեք, նստեք։ Շնորհակալություն։ Մենք մշակութային ազգ ենք։ Եվ երբ մեր ազգը դերձորի անհավիտ կգաբրեր, երբ անաբադը կանցնեինք, մենք մեր գլուխներեն վեր կբահեինք մեր նորածին մանուկները, որ մեր ազգի կյանքն է, եւ մեր սուր մակաղատները, որ մեր ազգին ոգին էին, եւ փառք Աստծո ապրեցանք, եւ այժմ գոհություն Աստծո ունիք մշակույթի նախարարություն, ունիք մշակույթի ներեցեք, նախարար։ Բարի եկեք էլ մեր մշակույթային երկիրը, մեր ազատ անկախ պետությունը, գլխից վերը պահում մշակույթը եւ մշակույթի նվիրյալների, քաջ գիտակցելով, որ համաշխարհային քաղաքակրթությանը հասնելու միակ մղիչ ուժը դա մշակույթն է, կուլտուրա, գիտությունը, կրթությունը։ Ճշմարիտ է, որովհետև նույնիսկ կտվորուհին շատ կթելու համար ինչ պետք է ունենա։ Շատ կով է։ Ոչ, մեծ կրծք։ Աստված իմ։ Ոչ, կտվորուհին պետք է ունենա բարձր կուլտուրա, կթելու, այսպես ասած, քաղաքակրթություն։ Կթելու քաղաքականությունը մեր պետությունը։ Շատ լավ է գիտակցում։ Լսի տեքստով խոսի ուռոտ։ Ասում եմ, պատրիոտ, ասում եմ։ Տեքստով։ Մեր պետությունը սակայն կազմավորման այնպիսի գերխնդիր ունի, որ մշակույթի համար կոչ է անում այսպես մասնավոր հովանավորների աջակցությանը։ Օրինակ ասենք Մայքլ Գոհարի։ Որ կայացել մեր մշակույթի գլխավոր հովանավորն է։ Գլխավոր, եւ կարող եմ ասել, եւ ամբողջ գումարները հատկացնում են մեր հայ մշակույթի զարգացման։ Ոչ տեղ, բաբա, դա ձեր սուրճն է։ Ներեցեք, ինձ այդ վեր ես Ձեի հարցնել, արդյոք մեր պետությունը մշակութային ինչ ծրագիր որդեգրած է։ Շատ ախմախ ծրագիր։ Մշակույթի ասպարեզում մենք պետականորեն խրախուսում ենք ոչ թե տաղանդը, կամ ասենք պայծառ միտքը, ընդհակառակ։ Զարմանալի եք։ Սա խորհրդանշում է հետևյալը. արվեստ եւ մշակույթ, երիտասարդություն եւ սպորտ, եւ դա խրախուսվում է, ինչպես նաեւ խրախուսվում է ճարպկությունը, փող վաստակելու, արուստախիզն թուրնակությունը։ Արիև դուր և արիև դուր։ Այսօր ամենակարևորը շուկայական հարաբերություններն են ամեն օր և ամեն ինչում։ Հայց ներողություն, մեր մշակույթի մեծերը կսեին, որ արվեստի դաջարեն ներս մտնալեն առաջ պետք է թերմրահեն թոթափեք շուգայի փոշին և ետ կմտնակ արվեստի դաջարը, ուր չապանիշը ոչ թե շուգան է, այլ հոգևոր ազնվությունը, վեհությունը, մարդկությունը և աստվածայինը, օրինակ մեր մեծերեն Պետրոս Ադամյանը հենց այդ պատճառով էր սովիտ մեռավ։ Իսկ մենք հիմա ցանկություն ունենք, որ մշակույթի անձերը ոչ թե իրենց արվեստով զահլատան, այլ ընդհակառակը սովիտ չսատկելու համար փողոցում օրինակ սիվուշկա ծախել, պետք է զգալ շուկայի պահանջը։ Օրինակ, մենք ինչպես ենք փափուկ թատրոնները, հալածում ենք։ Ոչ, անկախություն եւ ազատություն ենք տալիս, որ իրենք իրենց բնաջություն են։ Օպերան մի քիչ տպրտում է, մի քիչ։ Մենք համալիր ծրագիր ենք մշակել, որպեսզի դա էլ սատկացնենք։ Բայց պետությունը ինչպես կհանդուրժի այս ամենը, չէ որ մեր պետական հայրերը բոլորն ալ մշակույթի մարդիկ են։
այս մշակույթի մարդիկ են, դրա համար էլ ատում են եւ մշակույթը եւ մշակույթի անձանց։ Եթե մշակույթի մարդ չլինի, մշակույթի անձանց գլխից վեր կպային եւ ոչ թե պատկերի տակը։ Այսօր պետությանը մշակույթի եւ գիտության ազնվորություններ պետք չէ։ Եթե բոլորն են հենց այսօր երկրից գնան, ավելի լավ։ Իսկ եթե պետք լինի, մենք արտասահմանից կկանչենք մասնագետներ, արտասահմանյան մասնագետներ, որպեսզի զարգացնել հենց մեր մոտ, ասենք 30-40, այսպես ասած, մշակույթի անձնավորություններ։ Բայց եկեղեցին ինչպես կհանդուրժի այս հագամշակութային ծրագիրը, այս փարոյազրկության ուղին, այս հոգեզրկության ճամփան։ Հենց լավ գաղափար է, հենց եկեղեցին էլ նոր ռեֆորմների կարգին, բայց մի քանակ։ Հիմա արդեն ավանդական եկեղեցին ենք իրեն սպառել է, պետք է նոր անկախ եկեղեցի։ Մենք ծրագրել ենք, այնպիսի եկեղեցի, որ այսինք սեփականաշնոր ենք, որ զբաղվի առևտրով եւ իր կողմը քաշի երիտասարդությանը։ Հասկանաք, նոր ծրագիր ունենք, ստեղծելու դիսկոթեկ, սաունա եկեղեցի։ Այսպես ասած կոմպլեքսայի եկեղեցի, այսպես ասած այսօրվա մտքերով տոգորված եկեղեցի, անցում է եկեղեցի իդեպ, քիչ տենցում։ Բրիշ, այս հասկացանք, այսը ճշտով էր ծավը տոնեմ։ Տխուր եմ բարեկամս, շատ տխուր։ Բա տխուր բդիրնես, բա ինչ դիրնես, խիղճ ու պատիվ ծախին, քաղաքը ծախին, մեզ կենտրոնիս ապրոներից, Արգեցին, վռնդեցին, Չերեմուշկա, Բանգլադեշ, կենտրոն բերին, գեղցիներին մեկ էլ աղբարներին։ Կարծեմ, աղբար հայրենաթարթներուն գսեք։ Սիրելուց, մեզ էլ իրանք ասում էին տեղացի շուն, լավ իմաստով։ Բայց տեղացի շունին լավ իմաստովը չհասկցա, բայց գիտես, եթե Ֆրանսայի պատմությունը նայենք, շատ քեղցիներ եկան Փարիզ եւ ասքին լուսադուները դարձան։ Այս ինչ սեղան եք ցելերը։ Ես սեղան։ Ես Երևան ծուկծած սեղան, պատիվ հարգանք, բան չկա, ապեջան, այս մարդը արտասահմանից ամենամեծ օգնությունն է բերել, ես ինչ եք անում, ես ինչ սեղան եք ցելերը, հələ ապեջան, հələ մի հասկանում եք, հայեր են, ապեջան, հայեր են, կարող եք նվակեք, ինչ այրը, գնանք, արի տեսնամ, հայեր են, հասկանում ես, ինչ այրը,
Աս երկուքին գոմես հատ բարոնին հրամցուցեք, դարդղար, Շալով։ Հաճելի սվրտի զատեր հայր, ինչով կարող ենք ձեզ ծառայել։ Գիտեք, եթե դժվար չէ, կխնդրեի փոխարին ապար մինչև գիրագի օրը $100 բարդք տալիք։ Հարց չկա, խնդրեմ։ Խնդրեմ, հարց չկա, այս $100-ը, բայց սա սեղանի հաշիվը չի, հաշիվը արդեն փակված է։ Չէ, չլար բարեկամս։ Ես ուրեմն քեզի բդուղ ուղարկեմ, տունալ իմ հաշիվս կոծել, բացառված է որ չի կլա։ Հայր Սուրբ, իմ հիմնարկը քաղաքի առևտրի կենտրոնն է։ Խնդրում եմ օգնությունը բաժանելուց մեզ չմոռանաք։ Ներողություն, այս տրամը ետ վերցուցեք։ Չհասկացա։ Այո, ետ վերցուցեք։ Պետք չէ։ Այդ տեղը դու ինձ վիրավորում ես։ Չէ, բարեկամ, ետ վերցուր։ Մենք այդպես կատակներ չենք ներում։ Եղավ, այդ օգնությունն է չմոռանաս։ Հասկացա՞ր։ Այս ռեստորանում երթիներեք ու աղբարներ, գանեք ոտքի գանեք, խմենք իսկական երևանցիների կենացը դրոց ցավը տանեմ, ախ Երևան, բաղ եմ արել, ու ճիգարս տաղը, ձրկանից բացի, այս բացի երկս երկի մարա, Երևանը բաղ, այս քարերը, այս բացի ասեք բացի, այս քարերը սա պապես է սարք է, պապիս պապերը հեր, դու կողի կարա աղբարներ, դու կողի կարա գեղցիներ, կողի կարա Երևան։ Դուք անչափ նման եք իմ առաջին սիրուն, շատերը ինձ լքեցին, շատերին լքեցի ես, բայց նրա կերպարը մինչև հիմա սրտիս մեջ է, և ես տխուր եմ։ Ես ալ տխուր եմ, շատ տխուր եմ ջերնիկ ուդեմ ես քույն, որովհետև եթե մեր բեդությունը ասկային մշակույթը չքուրքուրե, կնշանակի անի ասկային բեդություն չէ։ Ձեր մեջ մի հատ տղամարդ չկա։ Կա, էսա։ Մի հատ տղամարդ Գալիս եմ։ մի հատ տղամարդ չկա։ Դեր կակերա, Երբ դες տեսա մեջովս դող անցավ, ոչ օգնության համար չէ, որ ինձ ահավոր պետք է, այստեղ իմ հասցեն է։ Ախ դուք ուրիշ տղամարդ եք։ Իսկի նշագս էր, որ ես լրիվ ուրիշ դամարդ եմ։ Իրից գիրեսալ, քեզի բես նրպիկ և պարալիք օրիորդ մներ։ Բայց հետո շատ ջաշեր գերավ և կերցավ և միսեր ժողվեց, թոմփոշ միսիգներ և երբ կզարնեի միսիգներուն և գերթայի բադարակի գուկայի, միսիգները թեր լոպիկ կթողային։
Գիտես, ինչ անուշի գիտի գիտեմ, իրից գինես։ Հետո մեծան, անաբադի մողեսի նմանեցավ։ Հիմա ելքին ես ան։ Ոչ, հիմա մի բաց։ Չէ, ինչու կուգենա հասցետ չէ։ Ես կսպասեմ։ Հա, ես ալ քեզի բիդի սպասեմ ամբողջ կյանքը։ Բարեգործական հասարակած տան, որի հովանավորն է նորաստեղծ որմնից դուխտ կուսակցությունը, պրեզենտացիան հայտարարում ենք բացված, պարադ ալեն։ մեծարգո հյուրեր, նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, գործունյա այրեր, բարով եք եկել մեր նորանկախ հասարակած տան շքահանդեսին, ձեր գալը բարի, ձեր սաղի ցավներ տանե, ձայնդ կտրիր,
Էժան։ Ստապ, Ռեբեկը բոլորինից խարդ էր եղտրված, պետք է միզանսցենը կերքներ, սա ամբողջ բեմադրության տապալում է կարես են միստերիայի, ես նսած կարոքամ ձիվզիկ։ Սա ինչ ոչ պրոֆեսիոնալներ խումբ եք վերը, սրանք բացացակապես դիլետանտներ են, բացի դրանց, սենց… Ստանիսլավս։ Մեր խալվանը կտանց։ Սիրելիներ, մեր նորանկախ հասարակացությունը թեև էլիտար է, բայց պաշտպանելու է ժողովրդի շահերը։ Մեր նշանաբանն է նրա համար, որ չլինի բարդակ, ստեղծենք բարդակ։ Թույլ տվեք ծափահարել մեր հասարակական գլխավոր հովանավորին, որովնից դուխտ կուսակցության նախագահին։ Ներողություն, դուք ձեր մասնակցությունը փոխած եք։ Չէ, ապե, նույնն է, պրոստը մասշտաբն է մեծացել։ Մեղը, սեքսո էլիտար, նորանկախ պորտապար, տոլմա։ Տոլմա։ Աս երկու տոլման վերին հարգդար, աս երկու տոլման վերին հարգդար, վերին հարգչոլա, բարին հարգդար, յանդմ աման հեյ, որդան մնացին։ Աս երկու տոլման վերին հարգդար, աս երկու տոլման վերին հարգդար, վերին հարգչոլար, բարին հարգդար, յանդմ աման հեյ, որդան մնացին։ Տոլմա։ Աս երկու տոլման վերին հարգդար, աս երկու տոլման վերին հարգդար, վերին հարգչոլա, բարին հարգդար, յանդմ աման հեյ, որդան մնացին։ Արա հերիքի ես գյոզար քաղաքը ձեռներից ես առաջ։ Արա թասի, բարգանք, նամուր չթողիկ։ Արա հիմիելերի մոնը բարդակ եք սարկել արա։ Բայ ես իր ծնողն ու սնով արա։ Ոստիկ են կանչեք։ Սաներացեք եստեղ։ Ոտեղ կանչեք։ Ոգեր կանչեք։ Սա իշխանությունը խլելու փորձ է։ Արա ինձ նեղել սխալ հանեք արա։ Միշտ ինձ սխալ եք անում արա։ Բայ ես իր չարու չատլավ մայրիկը։ Արա ես երևար մծվել։ Արա ես եմ քաղաքացի։ Բայ ես եմ մայրիկ արա։ Արա հերս արա ծագես հաները։ Օպերայի։ Բայ ես եմ սուս մտավորնակա։ Արա թողիկ արա ձերս վարկա։ Բայ ես եմ։
Գալիներ, սիրելի հայրենագիցներ, քանի մվարգյան ետք այս աստվածադուր բայուսագը պիտի պացվի և ծեր գենցաղի աղկադության շղտաները մասամբ մը պիտի պետևնան Սրբուկ, ես ինչի մարկատակներ եք խաղում մեր գլխին, սա ինչ է։ Չեմ հասկնար։ Միգուցե սրանք կրեդիտային քարտերեն ինչ են։ Չէ ջանեմ, ինչ կրեդիտային քարտեր, աման։ Դա շուտվիրաններն են։ Ժողովուրդ, ասկայոց, հրաշք եղավ։ Աստված բաբան մեզի ոչ թե տրամ և ոչ թե ոսկի ղրգած է, այլ իր սուրբ 10 պատվիրանները հիշեցնելով մեզ, որ մարդկության միակ փրկությունը դեպի սուրբ պատվիրանները վերադարձն է, և մենք, ով հայ ժողովուրդ, նյութաբես պիտի փառքավաճենք, եթե մեր գեցության ամենեն բարձր գետին վրա տնենք, մեր հոգևոր, մեր մտավոր, մշակութային էությունը, որովհետև մենք մշակութային ազգ ենք։ Սրբուկ, ինչ որոշել ես երկուսով սուրբ նահատակ դառնանք։ Ես պատվիրանների մեջ գրված չի, թե ես կատաղած ամբողից ոնց կարելի է փախչել։ Ավաղ ոչ։ Դու պատանի հասակում։ Վասկով, զբաղվել ես։ Չէ։ Դա մեր ամենամեծ ճակատագրական սխալն է։ Բայց այլ ընդրանք չունենք։ Պիտի փախչենք։ Դուք ժողովուրդ, հերթագրվեք, մենք հիմա կգանք։ Դուք հերթագրվեք, մենք հիմա կգանք։ Վերջապես դեննետեք այդ անիծյալ պատվիրանները։ Բնավ, այս պատվիրանները մեր ազգը ավելի մեծ փորձանքներ է փրկած են։ Հիմա ալ կփրկեն։